ամեն մեկին յուրովի կան չկա իր մեջ, ձգտում կա, հա։ Եվ եթե մարդը այդ կանչին արձագանքում է, Աստվածային այդ կանչին արձագանքում է եւ նվիրվում է Տիրոջը, ամեն մեկը յուրովի իր չափով, հա։ Այն ժամանակ Աստված վարձահատույց է լինում իրեն։ Այսինքն բարի պտուղներով է լցնում։ Սկզբում, երբ որ մարդը հավատքի է գալու, ջերմերանդ է լինում։ Սկզբում ջերմերանդություն է պետք, որպեսզի, ինչպես մեր Տերն է ասում, թե երկնքի արքայությունը հզորներն են հափշտակում։ Սկզբում ջերմերանդ պետք է լինես դու։ Հափշտակես երկնքի արքայությունը։ Բայց հետո այդ արտաքին ջերմերանդությունը դառնում է ներքին ջերմերանդություն, այսինքն ես շատ եմ տեսել, որ հավատացյալները երբ որ նոր դարձի են գալիս, ծոմեր, աղոթքներ, ճգնություններ, երկրպագություններ սկզբում։ Հետո տարիների ընթացքում այդ բոլորը դառնում է ներքին, կանոնավորվում է արտաքին ամեն ինչ, այսինքն մենք սկսում ենք արտաքինից կանոնավոր քրիստոնեական ընթացքով, եկեղեցու դրված պահքերով, աղոթքներով, հա, բայց այդ արտաքինն է ջերմերանդությունը դառնում է ներքին։ Ներսից ենք մենք սկսում Տիրոջ հետ ծառայել, արտաքինից մարմինը շատ չափից ավել ճգնություններ չի կարող կրել մարմինը։ Մարմինը տկար է, ինչպես մեր Տերն էր ասում, հոգիս հոժար է, բայց մարմինս տկար։ Հոգին հոժար է, աղոթքի, մարմինը չափ ունի։ Դրանից ավել չես կարող։ Ուրեմն սկզբում արտաքին ջերմերանդություն, հետո դառնում է ներքին ջերմերանդություն։ Սկզբում մի քիչ չափազանցված, հետո խիստ կարգու կանոնով քրիստոնեական ընթացքը, ասում եմ, դանդաղ երբ որ գնում ես, երկար ճանապարհ ես կարողանում քայլել, բայց երբ որ արագ ես գնում, հոգնում ես, կանգնում ես։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, երկնքի արքայության ճանապարհը, ասում է, տկարները ավելի լավ են գնում, քան թե հզորները։ Ինչու՞։ Որտեվ տկարները գիտեն, որ իրենք չեն կարող շատ արագ գնալ, դանդաղ են գնում եւ երկար են գնում, բայց հզորները արագ սկսում են եւ հոգնում են, կանգնում են ճանապարհին։ Այդպես էլ խոնարհները, տկարները, մանուկները, ծերերը, կանայք ավելի լավ են գնում երկնքի արքայության մեջ ճանապարհը, քան թե հզորները, առողջները, տղամարդիկ, փառք ու պատիվ այս աշխարհի սին փառք ու պատիվ ունեցողները դժվար են գնում երկնքի արքայություն տան։ Աղքատները, հիվանդները, տկարները ավելի լավ են գնում երկնքի արքայության ճանապարհը, ավելի հեշտ են գնում եւ մինչեւ վերջ հասնում են։ Ուրեմն մենք պետք է ճիշտ գնանք երկնքի արքայության ճանապարհը, որ հասնենք մեր հավիտենական հանգրվանին։ Ամեն